Տաղանդավոր ու սիրված դերասան Խորեն Լևոնյանն այսօր ամուսնանում է, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրա ընտրյալը երգչուհի, դերասանուհի Էմմա Ազիզյանն է։ Մեր աղբյուրների պնդմամբ նրանք երկար ժամանակ ընկերական հարաբերություններ էին պահում և հրապարակային վայրերում հաճախ էին միասին երևում։ Պսակադրության պահերը, որոնք արվել են եկեղեցում, արդեն հայտնվել են համացանցում ու շրջանառվում են։ Նշենք, որ սա Խորեն Լևոնյանի երրորդ ամուսնությունն է։ Դերասանն ունի արդեն 2 որդի, նախկին հարաբերություններից կյանքը միշտ էլ եղել է բազմազանության և նոր սկիզբի հարուստ պատմիչ։ Խորենի ընտանեկան և մասնագիտական ուղին շարունակում է զարգանալ։ Խորեն Լևոնյանը հայկական թատրոնի և կինոյի նշանավոր ներկայացուցիչներից է։ Նա իր կյանքով, աշխատանքով ու հրապարակային կերպարով դարձել է ազգային մշակույթի կարևոր դեմքերից մեկ։ Խորեն Լևոնյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանում արվեստագետների ընտանիքում։ Նա թոռն է խորհրդային Հայաստանի վաստակավոր արտիստ, հայտնի դերասան, ռեժիսոր Խորեն Աբրահամյանի, ում անունը սերտորեն կապված է հայ թատրոնի և կինոյի ոսկե դարաշրջանի հետ։ Այս ժառանգությունը մեծ դեր է խաղացել Խորենի կյանքում, թեև նա ինքնուրույն է կերտել իր ճանապարհն առանց բացառապես պապի հեղինակության վրա հիմնվելու։ Մանկուց ունեցել է ստեղծագործական ձգտումներ, ասում են, անգամ դպրոցում նրա խաղերն ավելի լուրջ էր ընկալում, քան սովորական դասերը։ Դերասանական արվեստը նրա մեջ դրվել էր, կարելի է ասել, գենետիկ կերպով։ Խորենը սովորել է Երևանի թատերական և կինոարվեստի պետական ինստիտուտում, որտեղ մասնագիտացել է դերասանական վարպետության մեջ։ Նա անմիջապես աչքի է ընկել իր խարիզմայով, ձայնով և թատերական ճշգրտությամբ։ Ուսման տարիներին արդեն հրավիրվել էր թատերական բեմ, իսկ քիչ անց կինոնկարչության ոլորտ։ Խորեն Լևոնյանը մշտապես պահպանել է կապը թատրոնի հետ։ Նա հանդես է եկել մի շարք ներկայացումներում բեմադրող ռեժիսորների հետ աշխատելով ոչ միայն դասական, այլև ժամանակակից հայ և արտասահմանյան պիեսների շրջանակում։ Նրա դերասանական խաղը գնահատվել է որպես խորը սրտառուչ և գրավիչ։ Խորենն առանձնանում է իր ձայնով, խոսքի մշակվածությամբ և շարժումների արտահայտչականությամբ։ Նա կարողանում է լինել թե դրամատիկ, թե կոմիկական դերերում, ինչը նրան դարձնում է բազմակողմանի դերասան։ Նրա մասնագիտական կարիերայի թռիչքը տեղի ունեցավ այն պահից, երբ նա սկսեց ակտիվ նկարահանվել հայկական հեռուստասերիալներում։ Հայ հանդիսատեսը նրան հիշում է տարբեր սերիալներից։ Խորեն Լևոնյանը դարձավ այն սակավաթիվ դերասաններից մեկը, ով կարողացավ հաջողությամբ միավորել թատրոնը, կինոն և հեռուստատեսությունը, պահպանելով վարպետության բարձր մակարդակ։ 2017 թվականին Խորեն Լևոնյանը ստացավ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։ Սա վկայում է ոչ միայն նրա անձնական հաջողությունների, այլև նրա ներդրման մասին ազգային մշակույթում։ Դերասանը պարբերաբար ներգրավում է մշակութային նախագծերում, մասնակցում է հայրենասիրական ու սոցիալական ծրագրերին։ Նա նաև հաղորդավար է, հանդես է եկել Հայկական հանրային հեռուստաընկերության տարբեր նախագծերում։ Խորեն Լևոնյանի անձնական կյանքը միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Նա առաջին անգամ ամուսնացել է պարուհի Մերի Հովհաննիսյանի հետ։ Այդ միությունը երկար չտևեց, բայց ծնվեց նրանց որդին։ Երկրորդ անգամ նա ամուսնացավ գեղեցկուհի Լիկա Մեսրոպյանի հետ, ով ակտիվ բիզնեսի ոլորտում է, մասնավորապես դեսերտների արտադրությամբ, սակայն այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում ավարտվեցին և վերջապես 2025 թվականին Խորենն ամուսնացավ դերասանուհի և երգչուհի Էմմա Ազիզյանի հետ, ով նույնպես լայն ճանաչում ունի հայկական մշակութային դաշտում։ Նրանց պսակադրությունը տեղի ունեցավ գեղեցիկ եկեղեցում, համեստ, բայց մշակութային նրբաճաշակությամբ լի մթնոլորտում։ Էմման հայտնի է իր ներդաշնակ, մեղմ բնավորությամբ ու արտիստիկ ունակություններով, ինչը դարձնում է այս զույգը թե ստեղծագործական, թե հոգևոր առումով ներդաշնակ։ Բացի դերասան լինելուց, Խորենը հաճախ արտահայտվում է հասարակական հարցերի շուրջ։ Իր հարցազրույցներում անդրադառնում է հայրենասիրությանը, մշակույթի դերին, երիտասարդության կյանքում սերնդափոխության խնդիրներին։ Նա հաճախ ասում է, որ հայ մշակույթը պետք է պահել և փոխանցել ոչ թե պարտադրանքով, այլ սիրով։
Խորեն Լևոնյանը հայ արվեստի այն սյուներից է, ով կարողացել է արժանապատվորեն շարունակել ընտանեկան ժառանգությունը և միևնույն ժամանակ կերտել իր եզակի ճանապարհը։ Նա մեծարում է իր ժողովրդին, հարգում է հանդիսատեսին և չի վախենում նոր փորձություններից, լինի դա դերասանական արվեստ, հաղորդավարություն, թե անձնական կյանքում նոր սկիզբ։